Սիրելի հեռուստադիտողներ, ողջույն, ես քաղաքագետ Գևորգ Մելիքյանն եմ, սա Status Quo հեղինակային վերլուծական հաղորդման հերթական թողարկումն է։ Մենք այսօր տեսակապ ենք հաստատել Շվեյցարիայի Լոզան քաղաքի հետ, որտեղ գտնվում է Լոզանի համալսարանի հանրային կառավարման ինստիտուտը եւ այդ ինստիտուտի գիտաշխատող, հետազոտող Վահագն Գասպարյանն է մեզ հետ կապի մեջ։ Վահագն, ողջունում եմ ձեզ։ Բարև ձեզ։ Առաջին անգամ մենք ձեզ հյուրընկալում ենք մեր տաղավարում եւ վստահ եմ, որ սա առաջին, բայց ոչ վերջին անգամ կլինի, որ մենք քննարկելու ենք ձեզ հետ կարևոր հարցեր։ Ես էլ ուրախ եմ հյուրընկալվել ձեզ եւ հուսով եմ, որ այո, առաջի, բայց ոչ վերջի անգամ կլինի։ Շատ լավ։ Վահագ, մի փոքր մենք այսօր մի քիչ այսպես յուրահատուկ ձևով ենք մոտենալու քաղաքականությանը, փորձելու ենք հասկանալ քաղաքական գործընթացների եւ քաղաքական գործիչների բարոյահոգեբանական հարթությունը, եթե այսպես կարելի է ասել։ Նախ ինչ է կատարվում հանրության հետ։ Վերջին իմ զրուցակիցներից մեկը ասում էր, որ հանրությունը բարոյալքված է, նրան հատուկ բարոյալքել են, բարոյազրկել են միգուցե, կան այլ կարծիքներ, որ ապաթիայի մեջ է հանրությունը, կան այլ կարծիքներ, որ հանրությունը պարզապես կոնֆորմիստ է, վատ բաներ, շատ վատ բաներ, եւ ես ուզում եմ նաեւ լավ բաներ տեսնել, թե ինչ ունենք լավ բաներ։ Ես ուզում եմ այսօր մենք միասին փորձենք հասկանալ ինչ բարոյահոգեբանական վիճակում է հանրությունը որպես այդպեսին, եւ նաեւ քաղաքական լիդերներ կոչենք, մասնավորապես Նիկոլ Փաշինյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, ինչու՞ չէ նաև Լևոն Տեր-Պետրոսյան, նրանց բարոյական կամ ոչ թե բարոյական, բարոյահոգեբանական փսիխոտիպերը, եթե կարելի է տեսնել, թե իրենք ինչ տիպաժներ են եւ ինչ խարիզմա ունեն, ինչպես է որ նրանց հավատում են կամ չեն հավատում, ինչն է պատճառը, որ նրանց վստահում են կամ չեն վստահում։ Շատ բաղադրյալ եւ բարդ հարց եք տալիս, պարոն Մելիքյան։ Ես կարծում եմ, երևի սկսենք ներկայիս իրավիճակից, թե ինչպես իրավիճակ է Հայաստանում։ Մենք գործ ունենք բավականին հետաքրքիր եւ բարդ պատմաքաղաքական երևույթի հետ, որ ունի նաեւ դրա հոգեբանական կողմը։ Հայաստանը գտնվում է եւ հայ հանրությունը գտնվում է շարունակական կապիտուլյացիայի գործընթացի մեջ։ Սա պատմուց գոնե թե վերջի 100-ամյակում բացառիկ պատմական եւ սոցիալական փորձառություն է եւ շատ բարդ հայ հասարակության համար եւ որովհետեւ եթե տեսնենք գոնե 20-րդ դարի կապիտուլյացիոն դեպքերը, կապիտուլյացիան լինում է, օրինակ Ճապոնիան, Գերմանիան կապիտուլյացիայի ենթարկվեցին եւ դա քաղաքական որոշակի իրողություններ եւ հանգամանքներ էր իրենից ենթադրում։ Հայաստանը սակայն մի կողմից կարծես թե կապիտուլյացվեց, դրա մասին խոսում են առաջին եւ երրորդ նախագահները հստակ։ Մյուս կողմից այդ կապիտուլյացիան չի ավարտվել։ Այն մի տեսակ սողացող եւ մի տեսակ հոսուն ընթացք ունի եւ պետք է հասկանանք, որ սա նույնիսկ 1 ամսվա կամ 1 տարվա հարց չի, 5 տարի հայ ժողովուրդը գտնվում է սողացող կապիտուլյացիայի մեջ իր բոլոր բաղկացուցիչ հոգեբանական, սոցիալական եւ քաղաքական, նաեւ մշակութային տարերով։ Այսինքն եւ ամենակարևորս, այս գործընթացը նաեւ չի ավարտվել։ Մենք արդեն 2025-ում ենք եւ դեռևս պարզ չի թե այն երբ կավարտվի, այսինքն ի տարբերություն սովորական կապիտուլյացիայի, սողացող շարունակական կապիտուլյացիան իր բնույթով անկանխատեսելի է, այսինքն մարդիկ չգիտեն կապիտուլյացիայի վերջին կետը որտեղ է լինելու։ Կապիտուլյացիայի վերջին կետը լինելու է Սյունիքում, կապիտուլյացիայի վերջին կետը լինելու է Սևանում, կապիտուլյացիայի վերջին կետը լինելու է ադրբեջանցիների Հայաստան գալով, կապիտուլյացիայի վերջին կետը լինելու է Երևանում, թե նույնիսկ Գյումրիում, իսկ գուցե ընդհանրապես Հայաստան չի լինելու։ Բայց որոշ մարդիկ էլ հույս ունեն, որ ամեն ինչ դեպի լավն է գնում, մենք հիմա գնում ենք խաղաղության, ընդհակառակը Հայաստանը ավելի դարձել է ինքնիշխան, ավելի ամուր, ավելի ինքնուրույն։ Սա ճիշտ եք ասում, սա իշխանական գլխավոր նարատիվն է, որը մենք կարող ենք համարել իշխանական գլխավոր մանիպուլյացիան։ Խաղաղության օրակարգ ըստ էության գոյություն չունի,
Տեսեք, ձեզ հետաքրքիր մի բան ասեմ, քաղաքական եւ իրական իրողությունների ֆրեյմավորման, հա, այսպես դրանց կոնտեքստ հաղորդելու տեսանկյունից։ Մենք գիտենք, որ 2016-ին տեղի ունեցան ապրիլյան քարորիա պատերազմը, որտեղ մարդիկ զոհվեցին եւ ցավալի կորուստներ եղան, բայց ավարտվեց այնպես, ինչպես ավարտվեց հարաբերականորեն ստատուս քվոյով։ Հիմա եկեք հետադարձ մի հայացք նետենք սեպտեմբերյան դեպքերի եւ ջերմուկյան պատերազմի վրա։ Ջերմուկյան պատերազմի ժամանակ ավելի շատ մարդ է զոհվել, քան ապրիլյան պատերազմի ժամանակ, կամ կարող ենք դա կոչել ջերմուկյան պատերազմ, սեպտեմբերյան պատերազմ, չգիտեմ, երրորդյա պատերազմ, տարբեր ձևակերպումներ կարող ենք տալ, բայց մեր հանրությունը դա որպես պատերազմ չի ընկալում։ Ինչու՞։ Որովհետև իշխանությունը եւ քաղաքական հանրույթը ամեն ինչ արեցին, որպեսզի այդպիսի ընկալում հանրության մոտ չձևավորվի։ Մինչդեռ Ադրբեջանը հստակ ռազմական հանցագործություններ էր կատարել։ Նաև այդ ժամանակ կանանց էր խոշտանգել։ Այսօր մենք մարտի 8-ի մասին այսօր մարտի 8-ն է իմիջիալից։ Շնորհավորում ենք մեր բոլոր կանանց եւ աղջիկներին, բայց չէ՞ որ մենք այդ մասին պետք է խոսենք։ Մարտի 8-ը մեր համար զուտ սովետական անցյալից եկող ինչ որ միջոցառում տոն կանանց իրավունքների տոն կամ նշման ինչ որ մի միջոցառում է, թե մեր համար խորքային նշանակություն ունի եւ օրինակ այն հանգամանքը, որ սեպտեմբերյան պատերազմի ժամանակ կանայք խոշտանգվեցին, դա մեր համար խորքային նշանակություն ունի եւ իմաստ ունի։ Ասվածի իմաստը հետևյալն է, որ սեպտեմբերյան դեպքերը պատերազմ չորակվեցին, Արցախի հանդեպ հարձակումը բավականաչափ ճիշտ շեշտադրումներով գնահատականներ չստացան, ինչու՞։ Որովհետև եթե ճիշտ գնահատականներ ստանային, կստացվեր, որ Հայաստանի իշխանությունները տապալել են խաղաղության օրակարգը, իրենց կոչված խաղաղության օրակարգը, որոնք իրենք խոստացել էին։ Սա իշխանության շահերից չի բխում։ Հայաստանի Հանրապետության իշխանությունները, իդեմս Նիկոլ Փաշինյանի, սարսափում են մոտալոտ պատերազմից։ Եթե կհիշեք, սեպտեմբերյան դեպքերը երբ տեղի ունեցան, Հայաստանում շատ արագ եւ շատ ինքնաբուխ մի խոշոր հանրահավաք սկսվեց։ Նիկոլ Փաշինյանին ես հնարավորություն ունեցել եմ Պրահայում հարցնելու բավականին մեղմ հարցադրում տալու, որպեսզի ստանայի ինձ ուզող հարցի պատասխանը, արդյոք նա պատրաստ է նոր պատերազմի, եւ պարոն Փաշինյանը շատ երկար պատասխանեց այդ հարցին, այդ պատասխանի ընթացքում հիշեց Ստալինին եւ ինչ որ մի կոնսպիրատիվ վիդեոնյութ, որտեղ թե իբրև թե երկրորդ համաշխարհայինից հետո Ստալինը հայտնվել է բերանքսիվայր վիճակում պարկած եւ նրան մի քանի օր չեն գտել, իրականում սա իրականության հետ ոչ մի աղերս չունի, այո Ստալինը առանձնացել է, բայց նմանատիպ պատմական հուշագրություններ չկան եւ մյուս կողմից էլ արեց մեկ այլ հետաքրքիր պնդում, ասաց, որ ես տասնյակ առաջին անգամ կարծեմ ասաց, որ հետո դա կրկնել է, որ ես տասնյակ անգամներ մահացել եւ վերակենդանացել եմ։ Շատ հետաքրքիր երկու զուգահեռներ, որոնք որ ցույց են տալիս, որ այս մարդը շատ լավ գիտի, թե որտեղից է իր իշխանության վտանգը սպառնում։ Նա շատ լավ հասկանում է, որ հայ հասարակությունը քիչ թե շատ երկար պատերազմի ժամանակ նրան որևէ կերպ չի հանդուրժի, որևէ կերպ։ Եվ սեպտեմբերյան դեպքերը շատ դրա վառ օրինակն էին։ Երկրորդ օրը սկսվեց այնպիսի հանրահավաք, որը որ եթե այսպես շարունակվեր 1 շաբաթ 10 օր, գուցե եւ իշխանապողության հանգեցներ ամենայն հավանականությամբ։ Իսկ ինչ բոլորն են Վակ, իսկ ինչ տիպաժին է պատկանում Նիկոլ Փաշինյանը ըստ վախկոտ է, մանիպուլատիվ է, խաբեբա է, թե խորամանկ է, խելացի է, ստրատեգ է, ինչն է իր հիմնական, այսպես ասած, գիծը։ Եթե կարճ ուղղակի ամփոփեմ ինչ է ուզում ասել, ասվածի իմաստը հետևյալն է, չկա խաղաղության օրակարգ, խաղաղության օրակարգը դա մտածածին օրակարգ է, միայն խաղաղության օրակարգի նարատիվներ ստեղծող խմբակի կողմից, որը ուղղակի հրամցվում է մանիպուլատիվ թեզը, կա իրականում մեկ մարդու Նիկոլ Փաշինյանի իշխանության մնալու խնդիր, եւ այդ իշխանության մնալու խնդիրը փաթեթավորված է խաղաղության օրակարգով։
Մինչդեռ իրականում մենք գործ ունենք սողացող եւ շարունակական կապիտուլյացիայի հետ։ Նիկոլ Փաշինյանի եթե խոսենք ավելի Նիկոլ Փաշինյանի հոգեբանական տիպաժի մասին իհարկե սա բարդ խոսակցություն է, բայց եթե նկատած կլինեք Նիկոլ Փաշինյանը իրեն չի զլանում իրեն այսպես ժամանակ առ ժամանակ հիմարիկի կերպով կամ կերպարով ցույց տալու առումով նա եթե դուք տեսնեք վերջերս մի քանի ամիս առաջ իր լայվերից մեկում այսպես ջուրը թափեց սեղանին ինչ որ օրինակներ ցույց տալիս եւ նույնիսկ իշխանությանը մերձ որոշ հանրային գործիչներ թեթև ձեռ առան ծիծաղեցին եւ այլն չհասկանալով որ այստեղ հստակ դրված նպատակ եւ խնդիրներ կան հայ ժողովուրդը ունի բավականին հատուկ հոգեբանական ընկալում իր հերոսների եւ դրական կերպարների մասին չմոռանանք որ մեր հերոսների մեր ազգային էպոսի հերոսները դրանք սասնա ծռերն են այսինքն մի քիչ ծուռ են եւ հայ ժողովուրդը շատ հետաքրքիր մի առանձնահատկություն ունի սա իմ անձնական դիտարկումն է միայն ես Հայաստանում եմ հանդիպել որ չկարողանալը կամ չիմանալը լինեն լեգիտիմ արդարացումներ ինչ որ գործ չանելու համար այսինքն ես այդպես բան ուրիշ տեղ չեմ տեսել իր միջայլոց ոչ Եվրոպայում ոչ Եվրոպայից դուրս գուցե լինեն այդպիսի երկրներ չեմ կարող հերքել բայց Հայաստանում չի կարողանումը նաև Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ չի կարողանումը շատ երկար ժամանակ եւ նույնիսկ մինչեւ այսօր լեգիտիմ արդարացում է ասում են դե ինչու դատական համակարգը չփոխեց նախկիններին չպատժեց ասում են չի կարողանում Եվ ասում են չի կարողանում եւ դա բավարար պատճառ է նրան արդարացնելու համար։ Սա խոսում է հայ հասարակության ցավոք սրտի ոչ հասունության մասին, ինֆանտիլիզացիայի մասին։ Եվ սրա դրսևորումները շատ ցայտուն են եւ ամենօրյա հանդիպող կարելի ասել։ Եվ Նիկոլ Փաշինյանը, որը շատ լավ հայ ժողովրդին զգում է, նա լարված իրավիճակները թեթևացնում է, այսպես ես ճիշտ ասած չեմ հիշում ով է ասել արյունոտ ծաղրացում, բայց Նիկոլ Փաշինյանը նրան չի խանգարում վերցնել ծաղրացուի կերպար, երբ դա անհրաժեշտ է։ Արյունոտ ծաղրացու ասացիք, հա, նման արտահայտություն։ Ես ճիշտ ասած չեմ հիշում ում մեջբերումն է սա, բայց այստեղ շատ հետաքրքիր իմաստ կա եւ արյունոտը թողնենք մի կողմ ծաղրացուի կերպար Նիկոլ Փաշինյանը չի զլանում վերցնել հայոց մեջ շատ մի բան կա մի այսպիսի խոսություն կա որ Նիկոլ Փաշինյանը գիժ է հոգեկան հիվանդ է շիզոֆրենիկ է նախ ես ուզում եմ ասել որ այսպիսի նարատիվներ շատ վտանգավոր են այսպիսի գնահատականներ տալիս են սովորաբար ոչ մասնագետները այսպես կենցաղային խոհանոցային խոսակցությունը բայց դրանք լայն մասսայականություն են ստացել եւ ունեն Նիկոլ Փաշինյանը ամենևին հոգեկան հիվանդ չէ եւ նման գնահատականներ տալու իրավունք չունեն բժիշկները հոգեբուժները ունեն բայց ինչ որ այլ բժիշկներ թարգմանիչներ Հայաստանում այդ խնդրեմը կա բոլորը զբաղվում են ամեն ինչով քաղաքականությամբ զբաղվում են ոչ քաղաքականությամբ մասնագետները բժշկությամբ էլի երևի թե ոչ բժիշկները ցավալի է այս իրողությունը փաստել ես կուզեի երկու բառ ասել Ռոբերտ Քոչարյանի մասին եւ Սերժ Սարգսյանի մասին այս երրիակը Կարծեք դեռ շարունակում է ազդեցություն ունենալ Նիկոլ Փաշինյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան հանրության տրամադրությունների վրա յուրաքանչյուրը կարծեք իր խմբակները, իր հարթությունները վերցրել է եւ շարունակում են դեռևս այդ հոգեբանական ստրկության մեջ պահել հանրությանը, թե միգուցե համաձայն չեք այդ ձևակերպման հետ, բայց այդ երկուսի մասին կուզեի երկու բառ ասեիք։
Տեսեք, ես եթե չեմ սխալվում Լևոն Տեր-Պետրոսյանն էր այդ մասին ասել, եթե չեմ սխալվում, եթե սխալվում եմ, խնդրում եմ գուցե մեր հեռուստադիտողներից ինչ-որ մեկը մեզ ուղղի, կարծում եմ դիպուկ նկատառում է, որ ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը դասական քաղաքական գործիչներ չեն։ Այսինքն Լևոն Տեր-Պետրոսյանն է դասական քաղաքական գործիչ։ Ըստ հիմա կասեմ կոնտեքստը, որպեսզի պարզ լինի։ Քաղաքական գործիչ, որը պայքարում է ժողովրդի դրական վերաբերմունքի եւ ժողովրդի ձայնը քվեն ստանալու համար եւ դա փորձում ռեալիզացնել։ Այս իմաստով, եթե մենք նայենք Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը, հատկապես Սերժ Սարգսյանը, դրանք կոնյունկտուրային գործիչներ են։ Լավագույն դեպքում կարող ենք ասել չգիտեմ, բայց քաղաքական գործիչ եւ ես համենայն դեպս Սերժ Սարգսյանի դեպքում կդժվարանամ նրան ասել։ Բայց տեսեք, Սերժ Սարգսյանը երբեք ընտրությունների չի մասնակցել ոչ իշխանական տեխնացուի կարգավիճակում, ընդ որում բարձրաստիճան տեխնացուի կարգավիճակում։ Սա շատ հետաքրքիր հանգամանք է, այսպեսի բան կայացած ժողովրդավարություններում գրեթե հնարավոր չէ պատկերացնել։ Եվ Սերժ Սարգսյանը ըստ էության հնարավորություն է ունեցել առաջադրվելու բարձրագույն պաշտոնում, որտեղ Անդրանիկ Մարգարյանը հանկարծամահ է եղել։ Սա իրողություն է եւ եթե մենք տեսնենք սպորտում, գիտեք, մի այսպիսի հասկացություն կա, կոչվում է sport competition manipulation, այսինքն սպորտային միջոցառման մանիպուլյացիա։ Առաջին հայացքից Սերժ Սարգսյանը հիմա քաղաքականությամբ չի զբաղվում։ Տեսեք, ինքը քաղաքական գործ, ինքը առաջի համարով հանդես չի գալիս։ Ինքը հավակնություններ, ասում է, ես հավակնություններ չունեմ առաջադրվելու։ Բայց այսպես ասած հետնաբեմից կառավարում է ամբողջ process-ները։ Սա իր բնույթով ժողովրդավարության տեսանկյունից առողջ երևույթ չէ։ Եթե դու զբաղվում ես քաղաքականությամբ, եթե դու ես այդ կուսակցության առաջնորդը, այո, կարող է ինչ-որ մի գործիչ ունենալ ավելի բարձր անձնական ռեյտինգ եւ դուք տակտիկական տեսանկյունից որոշեք, որ նա պետք է մասնակցի, առաջի համարը լինի, ասենք, չգիտեմ, ենթադրենք, օրինակ Վիգեն Սարգսյանը թող լինի առաջինը, իմ ռեյտինգը հիմա ցածր է, ոչինչ։ Բայց եթե սա տևականորեն կուսակցությունը առաջնորդում է մի մարդ, որ անձամբ ընտրություններին մասնակցելուց, բոլոր տեսակի ընտրություններին մասնակցելուց խուսափում է, մենք արդյոք գործ ունենք քաղաքականության հետ։ Հետաքրքիր բան եք ասում։ Իսկ Ռոբերտ Քոչարյանի մասին ինչ կասեք։ Իհարկե գործ ունենք քաղաքականության հետ, բայց պետք է հասկանալ ինչ քաղաքականության հետ գործ ունենք։ Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, Ռոբերտ Քոչարյանը ես կարծում եմ բնույթով ավելի դինամիկ է եւ պատրաստ է ավելի նոր փորձառությունների եւ այս տեսանկյունից այն ինչ որ ասացինք Քոչարյանի մասին, գուցե եւ ճիշտ էր մինչեւ 2021 թվականը, բայց 2021-ից հետո ճիշտ չէ, որովհետեւ 2021 թվականին Ռոբերտ Քոչարյանը մխրճվեց քաղաքական պայքարի մեջ եւ իր վրա վերցրեց մի դեր, որով Ռոբերտ Քոչարյանին ոչ մեկ չէր ճանաչում եւ սկզբնական շրջանում դժվար էր պատկերացնել, որ Ռոբերտ Քոչարյանի նման բացասական վարկանիշ ունեցող քաղաքական գործիչը նույնիսկ կհամարցակվի մտնել այդպիսի քաղաքական պայքարի մեջ։ Բայց որոնք եթե դիտարկենք անձնական հարթությունում, սա Ռոբերտ Քոչարյանի համար նոր փորձառություն, հետաքրքիր եւ կարեւոր այդ տեսանկյունից, բայց քաղաքական տեսանկյունից սա հոյակապ առիթ էր Նիկոլ Փաշինյանի համար։ 2018 թվականի դեկտեմբերին կայացած ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանը ազնվորեն պնդում է բանավեճի ժամանակ, որ քանի դեռ հանրապետական կուսակցությունը լինի ընդդիմություն, ես լինելու եմ միշտ իշխանություն։ Հիմա նույն վիճակն է, քանի որ ժամանակի խնդիր ունենք, հիմա ընտրություններին ենք մենք պատրաստվում, դեռ իհարկե հայտարարված չի, բայց այսպես ասած հերթական ընտրությունը լինելու է 26 թվականին, մյուս տարի, կարող երևի թե հունիսին, ինչպես եւ նախորդ անգամ։ Ինչ եք կարծում, որքան են Նիկոլ Փաշինյանի շանսերը, հնարավորությունը վերընտրվելու։
Շատ բարդ հարց է, ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը կորցրել է իր հիմնական էլեկտորատը եւ եթե արհեստականորեն Նիկոլ Փաշինյանի համար չստեղծվեն պայմաններ քաղաքական դաշտի ուժերի տեսքով, ապա Նիկոլ Փաշինյանը հաղթելու հնարավորություններ տրամաբանորեն կարծես թե չունի։ Այլ հարց է, որ մենք նման պնդում անում ենք նաև Երևանում ավականու ընտրությունների ժամանակ, երբ որ վերլուծում էինք պատկերը, բայց բոլորս գիտենք, չէ՞, վերջում ինչպես ավարտվեց։ Այսինքն իշխանությունը չստանալով մեծամասնություն, նույնիսկ չլինելով իր կոալիցիոն պարտների հետ մեծամասնության դիրքերում, կառավարում է Երևան քաղաքը եւ անում է անհասկանալի եւ անտրամաբանական ռեֆորմներ։ Հիմա իշխանության վիճակը նույնիսկ ավելի վատ է։ Այստեղ խնդիրը, թե ինչպես իրեն կդիրքավորի ընդդիմությունը։ Իսկ ով է ընդդիմություն։ Մենք ունենք ընդդիմություն, բացի այն մեր թվարկած Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, որոնց շատերը համարում են կեղծ ընդդիմություն։ Մենք ընդդիմություն միանշանակ ունենք, այլ խնդիրը թե ինչ որակի ընդդիմություն ունենք։ Եթե հարցի ենթատեքստը այն է, որ կարող ենք արդյոք անորակ ընդդիմությանը համարել ընդդիմություն, ապա այդ ձևակերպման հետ գուցե ես համաձայն։ Այսինքն արդյոք այդ որևէ կերպել համարենք ընդդիմությանը լավ, վատ, որակյալ, անորակ, կկարողանա կամ ցանկանում է իրապես անել իշխանափոխություն, այսինքն գալ իշխանության, հանել Նիկոլ Փաշինյանին, թե ինչպես եւ կա նման մոտեցում, որ նրանք են պահում իշխանության մեջ հենց Նիկոլ Փաշինյան, նրանց շնորհիվ է, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է իշխանավարել։ Ես կարծում եմ, այս հարցին պետք է շատ հանգամանալի վերաբերվել եւ փորձել գաղափարական արմատը տեսնել։ Եվ իմ կարծիքով այս հարցը շատ խորքային կապ ունի հայ-ռուսական հարաբերությունների եւ նաեւ հայ ժողովրդի հավատամքի, հայ ժողովրդի, ոչ թե հայ ժողովրդի, այլ հայկական էլիտաների հավատամքի հետ։ Ինչպիսի հավատամք ունեն նրանք։ Իմ տպավորությունը հերվից եւ առանց ուղակի հետազոտությունների այն է, որ Հայաստանում դեռ շարունակող եւ տիրապետող է մնում, չնայած ժողովրդի մոտ Ռուսաստանը կորցրել է իր հարգանքի եւ սիրո հարցում շատ, բայց էլիտաների մոտ այդպես չէ։ Հայ ժողովուրդ, հայկական էլիտաները իրենց հույսը կապում են Ռուսաստանի հետ եւ սպասում են ռուս փրկչին եւ նաեւ պատրաստ են ցանկացած կերպով ծառայել այդ փրկչին։ Այս համատեքստում, եթե տեսնում ենք խնդիրը, այս համատեքստի լույսի ներքո, նրանք սպասում են Ռուսաստանից ազդակների։ Ես դրա մասին իմ գրառումներում խոսել եմ Նիկոլ Փաշինյանի կեղծ արևմտականության մասին, որ մենք իսկապես գործ չունենք արևմտամետ առաջնորդի հետ, այլ առաջնորդ, որը որ սպասարկում է ռուսական տնտեսական շահերը այս դժվարին օրերին, եւ արևմուտքի համար այսպես նրան Ռուսաստանը տվել է քարտ բլանշ, որպեսզի խաղարկվի արևմտականությունը, բայց ամբողջությամբ նույնիսկ այսպես ուղղակի ասեմ ռուսական լվացքատան վարի չնա։ Եվ սա այս գիտակցումը կարող է միջին քաղաքական դասը չունենալ, բայց այն top level-ը բոլորն էլ շատ լավ գիտեն։ Եվ նրանք սպասում են Ռուսաստանից կանաչ լույսի։ Նրանք նաև գիտեն, որ Նիկոլ Փաշինյանը ամենայն հավանականությամբ գնալու է ել ավելի ցավոտ զիջումների։ Եվ նաև շատ լավ գիտեն, որ այն մարդը, որը որ գալու է իշխանության, գուցե այդ զիջումներից առաջ գուցե նա գնա այդ զիջումները եւ այսպես stand-by ռեժիմում են, էլի։ Ես կարծում եմ, որ սա է քաղաքական կոնյունկտուրան, այսինքն անհրաժեշտության դեպքում քաղաքական ռուսամետ ընդդիմությունը կարող է շատ արագ մոբիլիզացվել եւ չի մոբիլիզացվում, որովհետեւ չի ստանում ազդակները Ռուսաստանից։ Կարևոր ժամանակի խնդրում ենք, վերջում մի շատ կարճ հարց ամփոփելով։ Արդյոք հնարավոր է
առողջ քաղաքական ուժերի, ինչպիսին էր որ դրանք լինեն, ես չգիտեմ նաև ում նկատի ունեք, ովքեր են նաև դուք կարող եք միգուցե ասել, լինի միավորում, այսինքն կարող է լինել մի քաղաքական ուժ կամ քաղաքական միավորում, որը կարողանա ձեռնոցնել այս բոլոր գործընթացներին, այսինքն նախկին նաև այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանի վարչակազմին եւ գալ իշխանության նման ուժեր տեսնում եք դաշտում։ Ես ուզում եմ լինել օբյեկտիվ, բայց եւ միաժամանակ օպտիմիստ։ Ինչ նկատի ունեմ, օբյեկտիվորեն այդպիսի ուժեր չկան դաշտում այժմ ցավոք սրտի կան գուցե ծիլեր, բայց կամ որոշակի ռեսուրսներ, որոնք որ ճիշտ համադրությամբ եւ ճիշտ ձևով չեն օգտագործվում եւ ճիշտ նպատակակետին չեն հարվածում, բայց դրա հետ մեկտեղ ուզում եմ ասել, որ քաղաքական գործընթացները այն էլ 21-րդ դարում շատ սրընթաց են փոխվում։ Ընդհանրապես բաներ, որոնք որ տեղի են ունենում այսօր Միացյալ Նահանգներում եւ աշխարհում Մեկ ամիս առաջ նույնիսկ պատկերացնելի կարող էր չլինել 99% համար։ Եվ նույնիսկ ամենաթոփ լեվելում։ Այնպես որ քաղաքականությունը եւ մեր քաղաքական դաշտը շատ կախյալ է արտաքին քաղաքական գործոններից։ Շնորհակալություն, շատ շնորհակալ եմ ձեր այս շատ հետաքրքիր վերլուծության համար, Վահագն, շատ շնորհակալություն ձեզ։ Ես եմ շնորհակալ հրավերքի համար։ Շնորհակալություն նաև բոլոր նրանց, ովքեր համբերությամբ եւ խորությամբ ես հուսով եմ հետևեցին մեր այս քննարկմանը։ Մենք այսօր հյուրընկալել ենք Լոզանի համալսարանի Հանրային կառավարման ինստիտուտի հետազոտող Վահագն Գասպարյանին։ Ձեզ հետ է քաղաքագետ Գևորգ Մելիքյանը, մնացեք, հետևեք Եվրամեդիա 24-ի աշխատանքներին, հաջողություն ձեզ։